Ամերիկա-իսրայելական ռազմաօդային ուժերի գրոհներից հետո Իրանի պատասխանն ավելի է ուժ գնանում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գերծանր հրթիռների հարվածների նոր ալիքի մասին։ Թիրախում են նորից տարածաշրջանի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները, հրամանատարական և վերահսկողական կենտրոնները։ Իրանի շարունակական նշանառության տակ է հայտնվում Արաբական Միացյալ Էմիրությունները։ Իրանական ԱԹՍ-ի հարվածից Դուբայի օդանավակայանի մոտակայքում վառելիքի բակ է վնասվել, հրդեհ է բռնկվել, բոլոր չվերթները չեղարկվել են։ Իրանը կրկին հարվածել է Վիկտորիա ամերիկյան ռազմաբազային, պայթյունների հետևանքով բռնկված հրդեհները չեն կարողանում մարել։ Թշնամու մոտ 10 կործանիչ կամ ոչնչացվել է կամ վնասվել։ Ոչնչացվել է 4 հակահրթիռային ամերիկյան պաշտպանության համակարգ։ Հարվածել ենք թշնամու 18 նավի և նավթատար տանկերների, 200 ռազմավարական թիրախների։ Հակառակորդի համար պատերազմի օրական արժեքը մոտավորապես $1.5 միլիարդ է։ Իրանը նահանգներին զգուշացնում է, թե ռազմական որ կենտրոնները կարող են հայտնվել իրենց թիրախում։ Իրանի թիրախում են նաև Ջերալդ Ֆորդ ավիակրի մատակարարման կենտրոնները։ Ամերիկյան ավիակրի ներկայությունը Կարմիր ծովում Իսլամական Հանրապետության համար սպառնալիք է։ Հետևաբար Կարմիր ծովում ավիակիրների խմբին աջակցող լոգիստիկ և սպասարկման կենտրոններն Իրանի զինված ուժերի համար օրինական թիրախ են։ Իրանը հարվածում է նաև Իսրայելին։ Երկրի ոստիկանությունը հրապարակել է Թել Ավիվի փողոցներից մեկում կասետային զինամթերքի հարվածի տեսանյութը։ Պայթյունները մեծ ավերածություններ են առաջացրել նաև իսրայելական Ռամաթ Գանում։ Իսրայելի վարչապետը տեսանյութ է հրապարակել, որում հեգնանքով հերքում է իրանական աղբյուրների սոցիալական ցանցերում տարածած իր մահվան լուրը։ Նեթանյահուն սուրճ է պատվիրում սրճարանում և ասում. Ես մեռնում եմ սուրճի սիրուց, ես խենթորեն սիրահարված եմ իմ երկրին։ Բիբին նաև ցույց է տվել երկու ձեռքերը, որպեսզի ապացուցի, որ վեց մատ չունի, ինչպես գրում են սոցիալական ցանցերում։ Համացանցում շրջանառվում էր նաև, որ Նեթանյահուի վերջին տեսանյութերը ստեղծված են արհեստական բանականությամբ։ Նեթանյահուն ոչ միայն ողջ և առողջ է, այլև շարունակում է գրոհը։ Ցախալը հրետակոծել է Իրանի հյուսիսարևմուտքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Բասիջի դիրքերը։ Ամերիկա-իսրայելական ուժերը թիրախավորել են Սպահանը, որոտացել են հզոր պայթյուններ։ Հրապարակվել են Իրանի Համադան քաղաքում ոստիկանության շենքին Միացյալ Նահանգների և Իսրայելի հարվածի կադրերը։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում ոչնչացրել է Իրանի գերագույն առաջնորդին պատկանող օդանավը։ Իրանի ռազմաքաղաքական վերնախավում նույնիսկ հեգնում են Միացյալ Նահանգների նախագահին, որն իբրև թե 9 անգամ հաղթել է Իրանին։ Հաղթել է, սակայն Հորմուզի նեղուցի հարցում օգնություն է խնդրում դաշնակիցներից։ Մենք այդ երկրներից պահանջում ենք գալու պաշտպանել իրենց տարածքը, որովհետև դա իրենց տարածքն է։ Քանի որ հենց այդտեղից են նրանք ձեռք բերում իրենց էներգակիրները, նրանք պետք է գան ու օգնեն մեզ։ Պահանջին զուգահեռ նաև սպառնում է, եթե այլ երկրներից արձագանք չլինի, դա կարող է վատ հետևանքներ ունենալ ՆԱՏՕ-ի ապագայի համար։ Չինաստանը դեռևս չի արձագանքել Թրամփի նեղուցը բացելու համատեղ ջանքերին միանալու կոչին։ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Հարավային Կորեան առայժմ հրաժարվել են մասնակցել Հորմուզի վերաբացման նպատակով հնարավոր ռազմական գործողություններին։ Թրամփը խոստացել է, որ նեղուցը շուտով կլինի բաց, անվտանգ և ազատ։ Էներգետիկ ճգնաժամի ֆոնին ամերիկյան վարչակազմը թույլ է տվել ժամանակավորապես վաճառել ռուսական նավթ։ Օրեցօր աճում են նավթի համաշխարհային գները, 1 բարելի արժեքը հասել է մոտ $160։ Գնաճը տեղի է ունեցել Խար կղզում Իրանի նավթային ենթակառուցվածքներին Միացյալ Նահանգների հարվածից հետո։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։